Կեռամա Մարացին իրականացնում է աշնանային ակցիա։ Անշունչ սալիկներին կյանք են տալիս դեկորատիվ էլեմենտները։ Նոյեմբերի 1-ից դեկտեմբերի 1-ը աշնանային ոսկե զեղչեր, 25% զեղչ դեկորատիվ էլեմենտների համար։ Դուք կարող եք ստանալ անվճար դիզայն, ուր դեկորատիվ էլեմենտները կհաշվարկվեն 25% զեղչով։ Հիշեցնենք նաև արտոնյալ ապառիկ պայմանների մասին։ Կեռամա Մարացի։ Այստեղ փաստաթղթերում ես մի կարևոր փաստաթուղթ չտեսա։ Ինչի՞ չկա։ Շինարարության համար հողահատկացման փաստաթղթեր։ Ես կոնկրետ օբյեկտների ցանկ կուղարկեմ, մնացածը դու գիտես։ Հաշվի, որ Մուրադն արդեն ստել է Ռաֆայել Երևանդից։ Դու թոռանդ հիմա հրաժեշտ կտաս։ Դու խոստովանես, որ Արտուրին դու ես սպանել։ Լսում եմ Ռաֆայել Երևանդիչ։ Ինչ արեցիր։ Մերին տարա Շահինյանի մոտ։ Շահինյանն ինչ ասեց։ Նայես թղթերը։ Ճիշտ ասած ես չմնացի։ Ես հիմա գնում եմ մյուս գործերով։ Դե ցուցակի գործով։ Այդ շատ կարևոր է։ Մուրադի օբյեկտների ցանկը ճշտեցիր։ Ճիշտ ասած հիմա թուղթը ձեռքիս տակ է։ Բայց չեմ կարող ասել, որ 100%-անոց ցուցակ է։ Չի բացառվում, որ այդ ցանկին էլի ինչ-որ միավորներ ավելանան։ Քանի միավոր կա Ռուդո։ 18։ Ապրի Մուրադը, ինչ ուզում ես ասա։ 6 ամիս այդ տղեն դրսում է, բայց արդեն ահագին բան է ձեռք գցել։ Ռուդոլ, ես Մուրադին նստացնելուց առաջ իրան լրիվ սնկացրել էի։ Բայց այս տղեն ազնվողներից չի։ Տես, որ 6 ամսում նորից եղածը հետ է բերը։ Դեռ մի բան էլ ավելի։ Հա, ճիշտ եք։ Լս ինչ եմ ասում։ Ես կապվել եմ Գաբրիելյանի հետ։ Ինքը տեղեկ է։ Այդ ցանկը վերցնում ես մտնում ես Գաբրիելյանի մոտ։ Մնացածը ինքը գիտի ինչ պիտի անի։ Նորից Մուրադին զրոյացնելու ենք, տկլորացնենք։ Մենակ այդ չէ։ Թողելը Շահինյանն իր եզրակացությունը տա, ես Մուրադին մի 6-7 տարով նորից հանգստի կուղարկեմ։ Պետի նստի, իրա տեղը բանդն է։ Դրսում քավորը անելիք չունի։ Իսկ ավոյի հետ ինչ ենք անել։ Շահինյանը խորհուրդ է տալիս զոհաբերել այդ տողն։ Բայց դրա նման տղեկը երբեք չեն խոստովանում իրենց հանցանքը։ Մանավանդ, որ հանցակազմի ոչ մի ապացույց չկա։ Իսկ Արամի վերած տեսանյութերը։ Պետք եղավ կգրանցենք որպես շանտաժ։ Եթե Մուրադեք դրան ընթացք տան, ուղղակի իրանց սրոկին մի 6 տարի շանտաժի համար կավելանա։ Հատ չի։ Եկար։ Հա, մի բան ճշտեցիր։ Հա, իմացել եմ, ամեն խոստովանում է։ Դե չէր կարա չխոստովաներ։ Ես դրան նենց էի մշակե, որ հաստատ կխոստովանի։ Հիմա մենք դրան աչքի լույսի պես պիտի պահենք։ Ինչի՞ ինչ պիտի լինի որ։ Եթե Ռաֆոն կասկածեց, ամեն ինչ կանի, որ դրան արանքից հանի։ Իսկ ճաղերից ենքում տես բաները շատ հեշտ արվում։ Ռուդոլֆ։ Լսում եմ Ռաֆայել Երևանդիչ։ Եթե մերին տնից տեղից ձեռքել են, այդ աղջիկը բա որտեղ է մնում։ Ինչ որ բարեկամի տուն է, տարիքով մարդիկ են։ Մեկ-մեկ հոր մոտ է գնում, բայց այնտեղ չի գիշեր։ Տենց ուրեմն։ Ինձ մերի անվտանգության հարցն անհանգստացնում։ Ուզում եք տղերքից մեկին թիկնապահ դնել։ 2 հոգի, Ռուդոլֆ, 2 հոգի։ Եղավ Ռաֆայել Երևանդիչ։ 2 հոգու կդնեմ։
Մեկը թող համատեղ վարորդությունը լանի ու լավ կլինի, որ մեր մոտ տեղափոխվի։ Ես Մերին արդեն առաջարկել եմ, բայց ինքը ոնց որ թե չի վրազում տեղափոխվել։ Հասկացա Ռաֆայել Երվանդիչ։ Այսօր ես էլ Մերիին խորհուրդ կտամ, որ տեղափոխվի մեր մոտ։ Ասեմ, որ այդ իր անվտանգության համար է։ Այդ իրոք իր անվտանգության համար է։ Չես իմանա, թե ինչից ինչ դուրս կգա։ Եղավ Ռաֆայել Երվանդիչ։ Ես հիմա այս ցուցակը կտանեմ Գաբրիելյանի մոտ, հետո կգնամ Մերիի հետևից։ Ճանապարհին խորհուրդ կտամ, որ տեղափոխվի մեր մոտ։ Դու միշտ էլ քեզ բառից ինձ հասկացել ես, Ռուդո։ Եթե Ռաֆոն գլխի ընկնի, մենք մի օր կիմանանք, որ այդ տղան բանդախցում ինքնասպանություն արել։ Քավոր։ Ասում եմ, արի ինձ գործ ուղենք ընդեղ, իրա մոտ, համել թիկնապահություն կան։ Այլ, ոնց որ վախտին Արամին գործ ուղեցիր մոտս։ Ես քո միտքը հասկանում եմ, Շիպցի։ Քեզ որ մնար առաջերտին դրա հարցերը կլուծեիր։ Դե չի։ Հա, ինչ վատկելներ վար։ Ես որոշել եմ դրած ձեռի ցուցամատնես վիրահատեի, շիպցիով միատնենց աշխատեի, որ սաղ կյանքը ոչ մի զենքից չկարանար կրակեր։ Չէ, ավոն մեզ հլա պետք է։ Ավոյի տված ցուցմունքը Ռաֆոին մեր բռի մեջ պահելու մեկ ձևն է։ Ռաֆո։ Արամը չպետք է խառնվի այս գործին։ Այս գործը, այս հարցը իմ հարցն է ու ես էլ պետք է զբաղվեմ, ես պետք է լուծեմ։ Քավոր, ծնգել արիք ձեր այդ Ռաֆոյով, դա բրանտու երկու օրում դրա հարցերը լուծեմ պրսնի գետա։ Չէ, Ալիք, չէ։ Այս պատերազմը ուրիշ կռիվ է։ Այս պատերազմը հələ շատ ջուր է տանելու։ Վան, Վան զանգի ընկերոջդ։ Ու ասա, որ այդ ավոյի ցուցմունքը թող հələ չհրապարակի։ Էդ ում է զանգում։ Էդ ով է ընկերոջ, ես ճանաչում եմ դրա։ Հա ոչ ես ճանաչում, են Կարենն է էլի մեր թաղի։ Ավակյան Կարեն։ Հա, ինքը։ Այդ լավ է, որ ձեր ընկերն է, ում ինչի մերժի։ Դու այնի մեզ ինձ չընկեր է։ Չեմերժի, այդ ինչ պետք է անի որ։ Այդ ցուցմունքը պետք է դինի սեյֆում երկրորդ փագասպայի պրծենի գնա։ Հա, ոնց անցավ, ինչ արեցիք։ Զգացվում է, որ Շահանյանը լավ մասնագետ է։ Նա այս թղթերին ծանոթացավ։ Ասում է հնարավոր է շահիկը գործը։ Հիմա մեզ ամենից շատ ձեր անվտանգությունն է անհանգստացնում։ Թե չէ գործը շահած է։ Իսկ ինչ կարա լինի։ Ամեն ինչ։ Չեմ կարծում։ Իզուր։ Չեմ ուզում ձեզ վախեցնել, բայց Ռաֆայել Երվանդիչն ասաց, որ ձեզ մեքենա եւ թիկնապահներ հատկացնի։ Թիկնապահ։ Ինչի՞ սա պետք է։ Դուք վտանգավոր գործի մեջ եք մտել, Մերի։ Մուրադը շատ վտանգավոր մարդ է։ Նա նույնիսկ իր տղերքին է սպանել։ Եթե պետք լինի, ձեզ էլ արանքից կհանի։ Իսկ Ռաֆայել Երվանդիչը երբեք իր մարդկանց չի զոհաբել։ Ինչ զոհաբել, ինչեր եք ասում։ Ամեն ինչ ձեր անվտանգության համար է արվում, Մերի։ Հա, մի բան էլ, Մերի։ Լավ կլիներ, որ դուք ձեր երեխայի հետ տեղափոխվեիք մեզ մոտ։ Հավատացեք, Մերի, ամեն ինչ ձեր անվտանգության համար է արվում, ուրիշ ոչ մի բան։ Լավ, ես կմտածեմ։ Մտածելու բան չկա, Արեքեն իր ձեզ ասում է։ Դե զանգի ընկերոջդ։ Տեսենք ինքը օգնելու է թաղի տղեկին։ Կօգնի, այնքան կօգնի, որ հոգնի։ Իմ զանգի տնենկետի ոնց հատկացա։ Վահան։ Ապե, մի հարցով էլ պիտի օգնես։ Այս անգամ ինչ հարց ա եղել, Վահան ջան։ Ապե, այդ ավոյի ցուցմունքը կարաս մի քանի վախտով տակով անես։ Նես որ որոշ ժամանակ ոչ մեկ դրա մասին չիմանա էլի։ Վահան, չետաքիր մարդ ես գիտես։ Վահան ջան, ընկերություն, բայց եսի հորս Դուքյանը չի որ ես ինչ ուզենամ, ոնց ուզենամ անեմ։ Ախր դες չի կարալ նայ ախպեր։ Պահ,
Այդ ինչ խնդրեցի, որ տենց ես ասում։ Չէ, Վան, կներես, բայց պիտի մերժեմ, հնարավոր չի, ապեր։ Ուրեմն ասում ես հնարավոր չի, հա։ Հալմատ այդ հռախոսը դուր տնամ այդ ոնց հնարավոր չի։ Վան այդ շիպցուձենը չէ։ Հա, ապեր, իրա ձենն է։ Դուր ասում եմ։ Հալո ձեզ։ Ալի ջան, բարև ցավը տանեմ, բարև աղբեր ջան։ Բարև ավակյան։ Ապեր, արի դու իմ ցավը մի տար։ Իմ ցավն է շատ է, որ դու վերցնես վրդ վախենամ էլ չերևաց գետնի վրա։ Արի դու իմ ասածը մի մերժի, ու մեզ օգնության ձեռք մեկնի։ Ախարը տես չի, Ալիկ ջան։ Քեզանից մեծ բան չի գնում ավակյան։ Դու այդ ցուցմունքը դնում ես սեյֆիդ մեջ ու որոշ ժամանակով մոռանում ես դրա մասին, պրծնում գնում է։ Ախարի տանտերը պրոտոկոլը։ Ամսաթվով, պեչատով, բանով։ Հա, ցավը տանեմ։ Դու ամսաթիվն ես դնում, պեչատն էլ խփում ես վրան, դնում ես պապկայիդ մեջ, սիրուն դնում ես սեյֆում հետ։ Ու ընդամենը մի քանի օր մոռանում ես դրա մասին, խնդրասներս է մի բան չի։ Քեզ մեկը համոզել չի լինի, ես գիտեմ։ Դե որ գիտես ապեր, ուրեմն կանես այդ ամեն ինչը մեր ուզածով ու ինգերական հիմունքներով։ Լավ, հասկացա։ Բայց նայ, ես գլխից եմ ասում, Ալիկ, ես այդ գործը երկար չեմ կարա ստոպ տամ։ Լսի, դու աշկես չես հասկանում ես ինչա պետք։ Դու քո գործը քո հունով անում ես։ Քեզ ոչ մի բան չի լինում։ Ուղղակի ավոյի խոստովանությունը դնում ես սեյֆիդ մեջ ու փակում ես։ Հասկացա։ Դե որ հասկացա, նայ մեկ էլ ինչ եմ ասում։ Դրա մասին կոլխոզում սուս։ Դաժե ոչ մեկին ոչ նամյոկ, ոչ մի բան։ Ժամանակը կգա, այն ժամանակ էլ կասես։ Ես գիտեմ, դուք վերջելի գլխից մի քյալակ բերելու եք։ Բան էլ չի լինելու, դու հանգիստ տեղի քեզ պինդ պայ, հա, դեմն էլ ցուրտ է։ Մի քիչ տակ հատնվի, հանգար չմրցես, ավակյան ջան։ Կապրենք Երևան։ Դե դավայ։ Այսինքն գործը սենց է։ Ինչ արեցին, Մերի ջան։ Բաբ սուրճում ես, գլխացավից մեռնում եմ։ Ես ինչ իմանամ, ընդ է պետք լինի։ Ասա գնամ բերեմ, դու խմում ես։ Դո չէ, հա, ցավը տանեմ։ Ինչ կոֆե, ինչ բան, գիտես, ես այդենց բաների հետ հավես չունեմ։ Մերի ջան, կոֆեն գտար։ Հա, պապ, ամեն ինչ նորմալ է։ Հա։ Պեսոկը վերևի դարակում պետք է լինի։ Բարև, խես դու եկել, մաման չի եկել։ Չէ, մաման ինչ-որ գործեր ուներ գնաց։ Դու հլա ասա, տնամ հոկրի մռիվ չես արել։ Չէ, ինչ կլի։ Ես քո տարիքում անընդհատ քաշքշուկի մեջ էի։ Ինչու մի օր Դավիթ եկավ ու բոլորին իրանց տեղը դրեց։ Իսկ Դավիթն ով է, Էդգար։ Իմ մեծ աղբերը։ Ինչի դու մեծ աղբեր էլ ուտես։ Ունեի։ Բա ինչ եղավ, ինքը քեզ թողեց գնաց։ Հա, լավ, դուր պայսակը։ Էդգար։ Ասա։ Ալնի դու իմ մեծ աղբերը լինես։ Լևոն, ես քո պապայի ընկերոջ աղբերն եմ։ Կարելի ասել քեզ հորեղբայր եմ գալիս։ Բա։ Բայց ես ուզում եմ որ դու իմ մեծ աղբերը լինես։ Լևոն։ Դասարանի տղերքը ոչ են նեղացնում։ Չէ, դե ես մեկ։ Ես նեղացնեն ձեն հանեղավ։ Լավ։ Դե գնացինք։ Գնացինք։ Լևոն, հետո է այդ քո մեծ աղբերն է։ Հա, դες ինչ ուժեղ է։ Իրանք եթե օրինաց տեղ։ Դե լավ, արի գնանք։ Գնացինք։ Դե պատմի բալես, տենամ այսօր ինչ արեցիր։
Բայց հրդ փող կա։ Հերցրում, հիմա մոտս այսքան կա։ Մերի ջան, բայց որտեղից։ Չէ՞ ասեցիր բանկի հաշիվների վրա կալանք դրած։ Դե, մի քիչ պարտք եմ արել։ Ումից, բալա։ Պապկա համար ինչ կապ ունի, չեմ հասկանում։ Քո գնալուց հետո Մուրադը ինձ մի քանի բան պատմեց իր կյանքից։ Մազերս բիզ էր կանգնել ապեր։ Ահավոր բաների միջով անցել այդ մարդը։ Դու էլ հավատացիր։ Բայց ինչի պիտի չհավատամ։ Մուրադը ինչ ունի մեզ խաբելու։ Ապա այդ ինչ որ ասում ես, ես չգիտեմ, հիմա ինձ մենակ մի բան ա հետաքրքրում։ Ինչ։ Դեն որ աբոյի դատը շուտ լինի ու ինձ շուտ արդարացնեն, ես Մուրադը ինչ։ Չես տեսնում որ իր գործի համար ամեն ինչ անում ա որ աբոյի ցուցմունքը մի քիչ ուշ դուրս գա ջրի երես։ Ապեր եթե Դավիթն ասել է որ քեզ արդարացնելու են, ուրեմն արդարացնելու են։ Հավատա, Դավիթը օդի մեջ բաներ չեր ասի։ Այլ։ Վահան, ես հստակ որոշել եմ։ Ես Դավիթի կողքին եմ ելնելու։ Այդ նշանակում է որ մենք Մուրադի հետ մի թիմ ենք։ Մնում է որ դու կողմնորոշվես, ապա վերջնական։ Հենց հետա որ չեմ կողմնորոշվում, էլի։ Արի դու ինձ լսի ու այդ կասկածանքներիդ վերջ տուր, ու ամեն ինչ լավ կլինի։ Բանը չին եմ կարոտել։ Կյանքում չէի պատկերացնի, որ ես Լևոնի հետ սենց կկապվեմ։ Կարոտը տենց բան է ապեր։ Կարոտը, գիտես ինչ անում։ Մենք էլ նենց մարդիկ ենք, որ մինչև չենք կորցնում, չենք հասկանում դրա գինը։ Եթե մարդը հեռու է լինում, մենք իրան ավելի հեշտ ենք սիրում, բայց նաև կարոտում։ Այդ ում նկատի ունես։ Սանային ապեր։ Ամեն ինչ կտայի մենակ թե այդ աղջիկը ապրեր։ Մենակ թե ապրեր, թեկուզ հեռու, ինձանից շատ հեռու, թեկուզ ուրիշի գրկում, բայց մենակ ապրեր ապեր։ Ապրեր, կամ գոնե օրվա մեջ կես հայացք վրես գցեր, բայց ապրեր ինքը պիտի ապրեր։ Այսօր էլ քեզ այս բաներն ասում եմ, բայց դու չես հասկանում։ Բայց ինչի՞ որ։ Դե դու տենց մարդ ես, դու միշտ էլ էդ ես եղել, դու մեկը չես հասկանա։ Ալիք ես եմ Վահանի չիմ պայել մեծացրել, հասկանում ես։ Հա, բայց Լևոնը Դավիթի տղեն է, ու էդ չի փոխվելու, չի դառնա Վահանի տղեն, հասկանում ես։ Ու էլ գնացել է իր վրազ թուղթ է իր բերել, որ ինձ ապացուցեիր, որ Լևոնը քո տղեն է։ Վահան ես աղի եմ։ Աղի ես։ Մերի ճիշտն ասա։ Մենակ թե ճիշտն ասա, երեխենումից է։ Մեր ես քեզ խոսք եմ տվել, որ անկախ ամեն ինչից միշտ կողքիդ եմ լինելու, բայց ես պիտի ճիշտ իմանամ, երեխեն ումից է։ Մերի խոսա, ասա, ումից է երեխեն, իմնա։ Մերին միշտ էլ խաբել է ինձ։ Մերին քեզ։ Դու էլ մեզ։ Ալիք։ Ես էլ քեզ բան ունեմ ցույց տալու։
Այդ ինչ ապա։ Վեկալ կարդա, որ հետո հարցեր չառաջանան։ Ինչ հարց առաջան, ինչ եղավ։ Դե, նորը նամյոկներ էր, չէ անում։ Յանի Լևոնը իմ տղեն չի։ Գժվել ես լրում։ Ինչի։ Վեկալ կարդա։ Դենտեի անալիզն է։ Վերցու կարդա, որ հետո ստեղ ընդեղ բերանը շախ չտաս։ Լսի, խելք հավաքի, դու լրիվ ես գժվել։ Ես էդի նոր ասում էի, որ ներվերը տուտեի։ Ու դու առավոտ լույսը բացված գնացել ես հիվանդանոց, որ ԴՆԹ-ի անալիզ անես։ Ում համար։ Ինչի համար։ Ում ես ինչ ապացուցելու։ Այ ետ տեսե։ Հիմա ինչ։ Չես ուզում դաժե կարդաս։ Դու արդեն կարդացել ես, Երիկը։ Չէ, Վեկալ կարդա, որ հետո ավելորդ հարցեր չառաջանա։ Լսի, բերանս մի բացի։ Ավշում, այսքան գործում։ Ես դու այդ թուղթը դիր սեյֆիտ մեջ պինդ փագի, որ հանգարց պետք է լինի կարանաս հետագայում օգտագործես։ Չէ, դու լրիվ ես գժում։ Ինչ ԴՆԹ, ինչ անալիզ։ Ուրա գնում ես աշխարհի մները։ Չի հանդիսանում Լևոն Վահանի Թորոսյանի կենսաբանական հայրը։ Չի հանդիսանում։ Սա չի ինչ, սրա մասին մարդ չի ամենը, դաժե ես, Դավիթի հետ ես կաղտնիք է գերեզման տարել։ Оригинальные сувениры, покрытые позолоченной эмалью и кристаллами Сваровски, могут оказаться рядом с вашим любимым. Эксклюзив Декор. Здесь красота оживает. Торговый центр «Вегас» с пересечением МКАД и Каширского шоссе, а также Крокус Сити Молл на 66-м километре МКАД. Բայց փաստորեն Դավիթը գերեզմանից դուրս եկավ ու սաղ Իրանով արեց։ Ինչ? Ինչ։ Ալիք, ասաբեր։ Այն թուղթը սուտի թուղթ չէր։ Ոնց։ Ուզում ես ասես, որ դու այդ թուղթը բերել էիր ու այդ թուղթով պարզում էր, որ Լևոնը քոնն է։ Չի ապեր։ Այդ թղթի մեջ կակրած գրած էր, որ ես չեմ Վահանիչի հերը։ Ու դու տենց հանգիստ այդ թուղթը տվեցիր, որ ես նայեմ։ Բա որ վերցնեի։ Վերցնեիր։ Բա որ կարդայի։ Կարդայիր։ Ասենք դու իմ ատամները ընգլխից էիր հաշվել։ Դու գիտեիր, որ ես այդ թուղթը չեմ վերցնելու ու չեմ էլ նայելու, որովհետև դու ինձ շատ լավ գիտես ապեր։ Համոզված էի։ Ես այդ ամեն ինչում համոզված էի։ Կամ էլ ինչ։ Կամ էլ այդ ամեն ինչը խաղ էր։ Երևի։ Ոնց որ մնացած ամեն ինչ է աշխարհում ինձ համար կամ կհաղթեի, կամ կտարվեի։ Ու ինչ։
հաղթեցիր։ Այն ժամանակ, հա։ Բայց վերջում բոլորն էլ սկաց եմ դուրս գալիս։ Մենակ կազինոյի տերն է հաղթում։ Ինչ ես ուզում ասես որ։ Այն ինչ որ ասում եմ, շիպցի։ Հա։ Բոլորն էլ պարտվում են, մենակ խաղատան տերն է կրած դուրս գալիս։ Լավ, իսկ ով է խաղատան տերը։ Մուրադը, էլո։ Մուրադը խաղատան տերն է, իսկ մենք իր կազինոյում կրվողները։ Բա ախպեր։ Այս սենց բաներ շիպցի ախպեր։ Ինչ-որ բան ասիր ախպեր։ Քշի տնանք հլա ուր ենք գնում սենց գնալով։ Շեմ։ Էդգար։ Ասա։ Էդգար քո մեծ ախպերը, դե Դավիթ է էլի, ինք ինչի քեզնից հելացավ, հա? Չգիտեմ Լևոն, տեն ստացվեց։ Դու ես իրան նեղացրել։ Չէ։ Բա ով։ Իր անկերները։ Ով։ Իր անկերները Լևոն։ Ինչի Դավիթ իրանց հանդեպ վատ բաներ արել, որ իրանք իրան նեղացրեցին։ Ինչ։ Ինքը շատ էր սիրում իրանց ու շատ էր նվիրված։ Ինչի էդի վատ բան, հա։ Հա։ Ստացվում է որ վատ բան է։ Բայց ո՞նց։ Չգիտեմ Լևոն, շատ բաներ կան, որից ինքս չեմ հասկանում։ Ես էլ։ Դու։ Հա, ես։ Դու ինչ ես հասկանում Լևոն։ Գիտես իմ պապանիզնից հեռացել են։ Լսել եմ։ Իմ պապանից խոսք է տվել, որ ինքը անպայման վերադառնալու է։ Իսկ հո մեծ ախպերը, դե Դավիթը, ինքը չի վերադառնալու։ Չէ Լևոն, Դավիթը չի կարա վերադառնալ։ Բայց ինչ գիտես, կարող է ինքն է կարողանում է։ Չէ, չի կարա, հաստատ չի կարա Լևոն։ Միլք եմ բերել ձեր համար։ Մեր ծառի խնձորն է, կերեք։ Այ, ցավը տանեմ։ Կեր Լևոն ջան, կեր։ Շնորհակալություն չեմ ուզում ասմիկ տատի։ Էդգար ջան, դու ինչի չես խոսում։ Մամ, ես երևի դուս գամ, մակրոթի դուս գամ, քիչ զբոսնեմ։ Լևոն ջան, Էդգարի հետ վիճել եք։ Չէ։ Հա։ Հա, մենք ուղղակի զրուցում էինք։ Զրուցում էիք։ Ինչի մասին էիք զրուցում։ Դե բաներ կան, որ մարդիկ չեն հասկանում։ Չհասկացա։ Այդ էս տվեք հիմա դուք էլ չեք հասկանում։ Ասում ես ինչի մասին էիք խոսում։ Նրա մասին, որ ինքը իր մեծ աղբորն է կորցրել, իսկ ես իմ պապային։ Արի մոտս ցավը տանեմ, արի։ Քո պապան քեզ չի թողել ցավը տանեմ։ Քո պապան կվերադառնա, անպայման կվերադառնա։ Պարզապես դրա համար ժամանակ է պետք։ Մենք կսպասենք, չէ՞։ Կսպասենք։ Լևոն ջան, ո՞նց ես։ Լավ եմ ահա պապի։ Բա դու ո՞նց ես։ Լավ եմ ապրես։ Տեսնենք ինչ են գրում։ Լևոն, հա ես ակնոցս էլ։ Լավ։
Давай опять. Իչի գնանք այսօր ստեղ կմանանք։ 10 մինայի վրաց, գիտեմ, մնալու տեղ չանաս ոչ չել գնալու, նենց որ այսօր իրարդ ստեղ կմանանք, տանան գողներիս ինչ ագալ։ Ճիշտ ես, մնալու տեղ չունեմ։ Ալի։ Ասա։ Ճիշտն ասա։ Դավիթի խաթր ես անում։ Ան դու էլ գիտես, որ քո հետ կապված ինչ անում եմ Դավիթի խաթր եմ անում։ Գիտեմ ապեր, հենց էտա որ գիտեմ։ Ինչի ամիշտ սենց, հա։ Սաղ ինձ Դավիթի խաթր եմ յոլատանում։ Մերին Դավիթի խաթր էր յոլատանում։ Հասմիկն ու Հանը Դավիթի խաթր էին յոլատանում։ Դաժե դու շպցի։ Դաժե դու հլեն գլխից ինձ Դավիթի խաթր էր յոլատանում։ Ապեր, ինձիքով դու ահագին մտածելու բան ունես։ Նենց որ արի իջնենք, համ կմտածես, համ էլ մի քիչ կզրուցենք։ Ապրես Մերի, դու ճիշտ որոշում ես ընդունել։ Մուրադն հաստատ արդեն գիտի, որ դու Ռաֆայել Երվանդիչից օգնություն ես խնդրել, ու Երվանդիչը քեզ չի մերժել։ Մուրադը անկանխատեսելի մարդ է։ Դրանից ամեն ինչ կարելի է սպասել։ Լևոնի հետ կտեղափոխվեք մեզ մոտ։ Այդպես ավելի ապահով կլինի։ Լավ։ Ես գնամ իրերս հավաքեմ։ Գնացեք, ես ձեզ կսպասեմ։ Բարի երեկո։ Բարև Մերի։ Բարի երեկո, մամ։ Բարի երեկո։ Մամ, այսօր ինչի դպրոց չեկար։ Գործեր ունեի տղաս։ Արեցիր։ Արեցի։ Դու ինձ են ասա, քեզ խելոք ես պահել, ոչարություն չես արել։ Հա, տեկին հասմիկ։ Լևոնս ոնց է իրան պահել։ Լավ, շատ լավ։ Լևոնս խելոք տղա է։ Տիկին Հասմիկ, ձեձոհան, ձեզ մի բան եմ ուզում ասեմ, բայց վախենում եմ ինձ սխալ հասկանաք։ Դու էլ այնպես ասա, որ մենք քեզ ճիշտ հասկանանք, Մերի ջան։ Մերի, մենք սխալ չենք հասկանա, ասա Մերի։ Ձեձոհան, տիկին Հասմիկ, ես ձեզնից շատ շնորհակալ եմ ամեն ինչի համար։ Բայց մտածում եմ արդեն գնանք ես ու Լևոնը։ Ուր։ Դե հո, մշտական այստեղ չենք մնալու։ Ես ինձ արդեն վատ եմ զգում։ Եվ հետո պետք է նորից փորձեմ ոտքի կանգնել Լևոնի ապագայի մասին հոգ տանել։
Այդտենց ուրեմն։ Ձեզ Ջոհան, ինձ ճիշտ հասկացեք, ես սո Լևոնին չեմ կտրում ձեզանից։ Դե, միջև դու գործերդ կարգավորես, Լևոնը մեր տանը գնում։ Չէ, տիկին Հասմիկ։ Ընտրում եմ ճիշտ հասկացեք ինձ, ես վախենում եմ, եթե Լևոնս իմ հետ չլինի, ես էլի սխալներ թույլ կտամ։ Լևոն ինձ ուժ է տալիս։ Ուրեմն տենց Մերի։ Ուրեմն որոշել ես գնաս։ Ձեզ Ջոհան, ախր ես ընդմիշտ չեմ տանում Լևոնին։ Լևոնը էլի կգա։ Չէ Լևոն, դու հո դասերդ բայց չես տոնել Օհոն պապիկի մոտ։ Ալչնասնեմ, որ գալու է։ Հո, արեստանոցով ու դասով չի մենակ Մերի։ Էս տունը Լևոնիս տունն է Մերի։ Հա, իհարկե։ Ալիկ, ինչ է եղել ապե։ Ոչ մի բան, ինչ պետք է լինի որ։ Բարև ձեզ։ Բարև։ Ծանոթացի, Սոնան Մերիի փոքր քույրն է։ Ալիկը մանկությանս ընկերն է, համ էլ մեր այս կազմակերպության անվտանգության պետն է։ Շատ հաճելի է։ Ինչ կար, ինչ որ գործ ուներ հետս։ Լավ, ես գնամ ձեզ չխանգարեմ։ Շատ հաճելի էր, ուրախ եմ ծանոթանալու համար։ Բա ես ինչ ուրախ եմ։ Բարև Սոնաչեն, այսօր լավ օր է, չէ։ Հա, շատ։ Սան շիպիտի գներ։ Ես դրանց սաղի հերնանից եմ ունիմ։ Այդ Մուրադի խաղն է։ Իմ համար մեկ աթրում խաղն է։ Ես արդեն այդ խաղի մեջ եմ ու մինչև վերջ գնալու եմ։ Սոնայի սպանության հրամանատվողը չպիտի ապրի։ Դու չես զգում, որ իրանք մեզնից ուժեղ են։ Ով։ Երվանդիչը։ Ինչով է ուժեղ։ Որ կարա հանգիստ նստի ու ժպտալով մարդ սպանելու հրաման տա, հա։ Ինչ ուզում ես ասա, շիպցի, իրանք մեզնից ուժեղ են։ Հնարավոր է, բան։ Հնարավոր է, որ իրանք մեզանից ուժեղ են։ Ու Մուրադն էլ դրա համար առաջի քայլը չի անում, բայց իմ համար մեկ է։ Ես ասել եմ, դրանց շատ հանգիստ կարելի է աշխարհի երեսից թերաշել ապեր։ Ինչ ես խոսում։ Հա, դու հեսա կտենաս, ես ոնց եմ դրանց սաղին են աշխարհ ուղարկելու։ Սաղին ոտդ եմ թռցնելու, բան։ Ստեղ մեկ կարևոր բան կա։ Դու իմ հետ ես թե չէ։ Բան քո հետ եմ։ Իմ հետ ես թե այդ ամեն ինչը ես պիտի մենակ անեմ։ Հանգստացի, քո հետ եմ, քո հետ եմ։
Դելյով, վերկաց գնանք հավաքվենք։ Ոնց թե գնանք հավաքվենք։ Ես հիմա եք ուզում գնաք։ Հա, ձյաձան, մեզ անկեղծ ասած ներքև արդեն սպասում են։ Դե արի լավ, արի գնանք։ Չեմ կարողանում ներեմ Վահանին ու Ալեկին, բայց մյուս կողմից էլ զգում եմ, որ վրեժխնդրությունը մենակ փոխադարձ ատելություն է ծնում։ Ինչ։ Մեզ էլ պիտի սպանես, հա։ Էդգար! Ինչ ես անելու էդ։ Չգիտեմ լույս։ Ինձ թվում է Վահանն ու Ալիկը էլ մեր կողմերում չեն երևա։ Հիմա Մերինն ու Լևոնն են մեր տանը։ Գիտես լույս, մեր ինքնասպանության փորձից հետո մի տեսակ փոխվել է վերաբերմունքս իր հանդեպ։ Կարծում եմ, որ ինքը մինչև հիմա սիրում է Դավիթին։ Գիտես լույս, ինձ թվում է, որ այն ժամանակ Մերին դատարանում հարկադրաբար է ստել։ Իրան ինչ որ մեկը ստիպել է։ Ով պիտի ստիպեր Մերին սուտ ցուցմունք տալու։ Երևի Վահանը է լավ։ Մերին այդ բանը չէր անել, ես զգում եմ, ինքը այդ քայլին հարկադրաբար է գնացել։ Չէ, ուղղակի քեզ վրա ազդել է Մերի ինքնասպանության քայլն ու դու ուզում ես իրան արդարացնել այդ։ Չէ, լույս, եթե Մերին Դավիթի հանդեպ զգացմունք չունենար, ինքը այդ ինքնասպանության փորձը հենց Դավիթի գերեզմանում չէր անի։ Իսկ ինքը հենց Դավիթի գերեզման էր գնացել։ Դու գիտես։ Ասես ուզում էր գոնե այն աշխարհում մի աներ Դավիթին։ Դավիթն էլ էր քշի պես սիրում Մերիին լույս։ Ոսնենք։ Մամ, ասալո։ Մենք տուն ենք գնում։ Չէ, տղաս։ Բա ուր։ Հյուրանոց։ Էլի հյուրանոց։ Մի տեղ լիլով, մենք այնտեղ ժամանակավոր ենք մնալու։ Իսկ ինչի ստեղ չեք մնում։ Որովհետև այնտեղ ավելի ապահով է։ Ինչի մեզ հետը պնդում են։ Չէ, Լևոն։ Ուղղակի տենց է պետք։ Հա լույս։ Էդգար, ես Արամի խնդրանքով եմ քեզ զանգում։ Ինչ-որ բան ա եղել լույս։ Հեչ, ուղղակի Արամը խնդրեց, որ քեզ գտնեմ ու փոխանցեմ, որ Վահանն ու Ալիկը արդեն թշնամիներ չեն։ Էդ ինքը տենց ասեց։ Հա։ Լույս, իսկ ինքը չէր կարողանում զանգեր։ Ինքն ասաց, որ դու չես ուզում, որ դուք շփվեք, դրա համար ես եմ քեզ զանգել։ Դու տեղակ չես։ Ինչ ա եղել, ինչի Արամը փոխել իր վերաբերմունքը Ալիկի ու Վահանի հանդեպ։ Արամը ինձ չասեց, բայց ասաց, որ դու իրան կհասկանաս։ Լավ, Լույս, շնորհակալ եմ։ Ստեսություն։ Ստեսություն։ Ինչ-որ բան ա եղել այդ։ Չէ, Լույս, երևի մաման ա բողոքել Արամին, Արամն էլ փորձում է ինչ-որ ձև հարցի ստեղծված իրավիճակը։ Պարզվում է Ալիկն ու Վահանը էլ թշնամիներ չեն։ Հետարքիր այդ ում համար թշնամիներ չեն։ Մեր թե իրա։ Այդ, բայց դու ինքդ էիր ասում, չէ, որ ես ամեն ինչից հոգնել ես։ Հա, բայց հետարքիր է թե ինչ եղավ, որ բարեշեցին։